Հարգելի մարզասերներ, ողջունում եմ ձեզ Արուշանյան մեդիայի YouTube-յան ալիքի եթերում։ Մենք շարունակում ենք ակտիվ լուսաբանել հայկական սպորտը եւ աշխարհի բոլոր հայ մարզիկների մրցելույթները։ Մի փոքր ուշացումով, բայց ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Յուրի Սաքունցի չեմպիոնական մենամարտը։ Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սաքունցը 22-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Ավստրիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ անպարտելի Սաքունցի մրցակիցը եղել է Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Ռոբերտ Լատիկը։ Այս մենամարտում տպավորիչ հաղթանակ է տարել Յուրի Սաքունցը։ Հայ մարզիկը հաղթանակի շնորհիվ նվաճել է WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնական գոտին։ Հարգելի մարզասերներ, այժմ կարող եք վայելել տեսանյութը եւ ակտիվ հավանել։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք։ Akzente gesetzt, insbesondere im letzten Drittel dieser Runde. Vor allem diese Körpertreffer, die wir gesehen haben. Und auch hier, wobei da war schon eine gewisse Schlagwirkung dabei, aber es war doch... Aufmerksamkeit, ein Sekundenbruchteil. Und der Kampf kann vorbei sein und der Sackunz hat den Gladweg schön an den Seilen. Ja, das sind jetzt da sehr schöne Kombinationen. In den letzten 3 Runden gesehen. Und jetzt geht's los. Wir sehen's. Und jetzt eindeutig das Kommando übernommen, Յուրի Սաքունց. Und er geht zu Boden, da war ein Körpertreffer. Das tut ihm weh. Wieder. Schön. Und da ist das Jetzt muss er nachgehen. Handtuch ist da. Das mal abbrechen. Das hat die Ecke von Dadling sehr gut gesehen, dass der Athlet nicht mehr sich wehren kann. Der hatte nur mehr eine Hand zur Verfügung. Mit einer Hand braucht den Յուրի Sաքունց. Zu Յուրի Սաքունց! Սուզորությամբ կարողացանք այս հաղթանակը տանենք Հայաստան, Հայաստանին շատ է պետք նմանատիպ հաղթանակներ ու շատ երկար որ չխոսամ, միասին կարող ենք։ Շնորհակալություն իմ ընկերներին, ովքեր օգնեցին, որպեսզի հասնեմ Ավստրիա, կարողանամ մենամարտեմ ու այս հաղթանակը տանեմ Հայաստան։ Ամենակարևորը, Աստծո զորությամբ բոլորս միասին հասանք այս հաղթանակին